Ձեզ սիրելիներս, այսօր ես կսկսեմ նոր տեսանյութի նկարահանումը եւ մենք կնկարահանենք միասին M&M's մաքրության challenge ու մաքրությունը ոնց որ ճուտիկից կողմից շատանում աճուտիկ։ Ես որոշել եմ բացենք M&M's-ը ու ամեն գույն կխորհրդնշի մի մաքրություն, օրինակ, դեղին գույնը անկողին փոխել, կապույտ գույնը հարթուկ անել, կանաչ գույնը, այստեղ 6 գույն է, և մենք 6 գույնով էլ կանենք հատուկ աշխատանք, դե գնացինք, եթե ընկնում է կարմիր գույն, ուրեմն ես կանեմ հարթուկ, առանց նայելու, կապույտ գույնն է, ինչ հետաքրքիր զուգատիպություն, կապույտ գույնն է ու կապույտ գույնի տակ մենք ունենք լվացք փռելը ու ես, եթե անկեղծ մի քիչ առաջ իմ լվացքի մեքենան կանգնեց, կապույտ գույնի տակ դա է պահեմ, դե ինչ, գնացինք, սկզբում կուտենք իհարկե։ Լվացքը ինձ մի տեսակ վերականգնում է, կեղտոտը դառնում է մաքուր, խառնվածը կարգի բերված, հիմա կհավաքեմ արդեն չորացած սրբիչները և շորերը, մեր սրբիչները կդնեմ մեր սենյակում, իսկ մյուս սրբիչները կդնեմ միջանցքի պահարանում, իմ ճուտիկը քնած է, դրա համար մի քիչ հանգիստ կկարողանամ գործ անել, բայց հանգիստ չեմ կարող ձայնագրել ձեզ համար, այնքան արագ օրերը անցնում, որ չես հասցնում ինչ-որ կոնկրետ բան անես, չգիտեմ մեծացել եմ, դրա համար օրերը այսքան արագ անցնում, թե ուղղակի ինչ-որ բան է փոխվել, որովհետև փոքր ժամանակ օրերն այսքան արագ չէին անցնում, շաբաթը ոնց որ մի ամբողջ օր լինի, ոչ թե 7 օր, այդ փաստը մի քիչ տխրացնում է, որովհետև մեր կյանքի օրերն են անցնում այդպես արագ, բայց պետք է հասցնենք նաև վայելել մեր օրերը։ Մեր շորերը կտանեմ մեր սենյակում կդասավորեմ ու մի քանի շոր էլ հետս կվերցնեմ, որպեսզի ամուսնուս շորերն են, որպեսզի լվանամ աշխատանքի, չորանա, որ կարողանա հաջորդ շաբաթ նորից աշխատի։ Այստեղ էլ հիմնականում իր աշխատանքային շորերն եմ փռում, որովհետև իրավունքը հատուկ ֆորմա ունի ու մայկաները դե պարզ է մի քանի հատ է։ Լվացք անելը կամ փռելը սա մի գործ է, որ անում ես այսօր, բայց արդյունքը տեսնում ես հետո։ Հիմա էլ լվացքի մեքենան վերջացել է, սպասում է ինձ, որ ես գնամ այդտեղի շորերը փռեմ։ Մանավանդ ձմռանը այս վիշիլկաները այստեղից հնարավոր չի հավաքել, որովհետև մի լվացքից հետո մինչև մեկն է չորանում, մյուսն է գալիս։ Էլ ճուտիկի շորերի մասին չասեմ։ Դե ինչ, արդեն փռեցինք լվացած շորերը, հիմա նորից քաշենք։ Եթե ընկնի գազագույն կմաքրենք լոգարանը։ Գազագույն գնացինք մաքրելու լոգարանը։ Այստեղի ջրից կրանթի վրա հետքեր են մնում։ Ես ունեմ նյութ, սենց նյութ ունեմ, հատուկ իրանց մաքրելու համար, բայց ես իրան երբ առել եմ, ես իրան չեմ կարող բացեմ, ու ինքը արդեն քանի ամիս է սենց փակ դրած, որտեղ չեմ կարողանում այս անտերը բացեմ։ Հիմա նորից կփորձեմ, եթե կարողանամ բացեմ, սրանով կմաքրեմ, եթե չէ, պրոստը սովորական օճառով իրան, որ լավ տրորեմ, ինքը կանցնում է, ուղղակի նորմալ չի փայլում։ Բացվեց, չեմ ամոթ, լոգարան մաքրելը իմ համար միշտ մի փոքր ծանր է թվում, բայց հենց սկսում եմ, հասկանում եմ, որ ամենադժվար պահը սկսելն էր։ Լոգարանն այն տեղն է, որտեղ մեր օրը սկսվում է և օրը վերջանում։ Ոչ միշտ, բայց երբ որ մաքրում եմ, փորձում եմ ոչ մի բանի մասին չմտածեմ, ուղղակի անեմ իմ գործը, թող ջրի ձայնը հանգստացնի ինձ։ Լոգարանը ինձ համար միշտ պարզապես լոգարան չի եղել։ Երբ ես քոլեջում էի սովորում, շատ հաճախ փակվում էի լոգարանում, այստեղ էի կարդում սովորում քննական թերթիկները,
Կարող էր 1 ժամ անցնել, իսկ երբեմն 2, մերոնք երբեք չէին գալիս, չէին խանգարում, նրանք հասկանում էին ինձ ու ընդունում էին դա։ Այդ ժամանակ ես հասկացա մի կարևոր բան, որ ինձ երբեմն մենակությունը շատ է պետք։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր որ շատ քիչ են ընկերուհիներ ունեցել։ Շատ քիչ, բայց շատ մոտ։ Բայց միաժամանակ ես այն մարդն եմ, ով որ առանց մենակության շատ արագ հոգնում եմ։ Հիմա էլ երբ ընտանիք ունեմ, ամուսին, երեխա կյանքն ավելի արագ է դարձել։ Եվ ես մեկ-մեկ փորձում եմ մի փոքր ավելի երկար մնալ լոգարանում, ոչ թե փախչելու համար, այլ վերականգնվելու։ Սա իմ փոքր տարածքն է, որտեղ կարող եմ ես մի փոքր լռել, շնչել ու ինձ հետ մնալ, որովհետև ես էմպաթ մարդ եմ, շատ արագ եմ զգում ուրիշների տրամադրությունը, վերցնում եմ էներգիան ու դրա համար ինձ ժամանակ է պետք ինձ հետ մնալու։ Ու ոչ միայն էներգիան եմ վերցնում, այլ երբ որ ինչ-որ պատմություն եմ լսում, թեկուզ ինտերնետում կամ կարդում եմ, ես այդ նույն բանի միջով անցնում եմ, ոնց որ այդ պատմությունը ինձ հետ տեղի ունեցավ։ Ահա մինուսները էմպաթների։ Ճուտիկս էստեղ արթնացավ քնից, լացելով ու տապուչկայի թայը վերցրած եկավ, որովհետև իրեն մենակ էի սենյակում թողել։ Հիմա կգնամ շորը կվերցնեմ իրա, հագցնեմ, որ հանկարծ չմրսի, հետո նորից մեր գործը կշարունակեմ։ Ես հիմա փորձում եմ ինձ վրա աշխատել, որ իմ տրամադրությունն ու իմ էներգիան կախված չլինի շրջապատող մարդկանցից, այլ ես թելադրեմ իմ էներգիան ու իմ տրամադրությունը։ Ես կարող եմ շատ ուրախ արթնանամ, բայց ինչ որ միտեղ տեսնեմ տխուր, ջղայն ինչ-որ մարդու ու իմ տրամադրությունը միանգամից փոխվում է։ Եվ հիմա երբ այս լոգարանը ես մաքրում եմ, սա ուղղակի իմ համար մաքրություն չէ, այլ մի փոքր լռության պահ է։ Չգիտեմ այստեղ ճուտիկս ինչ է խոսում ցնցուխի հետ, բայց որ ինչ-որ մի բան է խոսում հետը, այդ հաստատ իրա լեզվով։ Արդեն հատակն է ավլեցի, հիմա խոնավ թաց շորով կմաքրեմ հատակը։ Իմ ճուտիկի հետ միասին 2 անգամ թաց շորով կանցնեմ հատակի վրայով, որպեսզի լավ մաքրվի։ Նոր հիշեցի, որ ես դեռ կահավորված մեր լոգարանը չէի ցույց տվել։ Գնահատեք մեկնաբանություններում կահավորված սիրուն է, թե ոչ։ Ընկնիմադեղին, ուրեմն փոխում են անկողինը։ Կարիչնևի ընկավ, դրա համար կմաքրենք տուալետը։ Ընկմշի կարել է։ Այստեղ հայլին։ Տեսեք ոնց մաքրվեց, ոնց հա փայլում։ Այստեղ տեսեք ոնց հա փայլում քրվեց, հատակը մաքրեց։ Իսկ թվում է շատ լավ է։ Գորգը փոխեցի։ Քանի որ տուալետը ընկավ մեզ, դրա համար կհագնենք ձեռնոցները ու կանցնենք գործի։ Զուգարան մաքրելը շատերը չեն սիրում, բայց իրականում սա տան ամենակարևոր տեղերից է, որ պետք է մաքուր լինի։ Ես փորձում եմ սրան վերաբերվել առանց էմոցիա։ Սա պարզապես գործ է, որ պետք է արվի։ Կյանքում շատ բաներ կան, որ հաճելի չեն, բայց հենց դրանք անելն է տալիս ներքին կարգ ու հանգստություն։ Ավելի լավ է լավ, արագ, հանգիստ վերջացնել, քան թե երկարաձգել ու հետո նյարդայնանալ։ Քանի որ ես էմպաթ մարդ եմ ու արդեն ճանաչում եմ ինձ, իմ օրը կախված է նրանից, թե ինչպես եմ այն սկսում։ Եթե առավոտյան հենց արթնանում եմ ու միանգամից սկսում եմ ինչ-որ արագ գործեր անել, իմ օրը կարծես բացվում է։ Ես զգում եմ, որ օրը իմ ձեռքում եմ, բայց եթե առավոտյան ձգում եմ անկողնումս պարկելը կամ երկար մնում եմ առանց շարժվելու, իմ ներսում մի տեսակ խառնաշփոթ է սկսում։ Այդ օրը ինձ համար շատ դժվար է լինում ու հետո նորից հավաքվելն է
էլի դժվար է ստացվում։ Ես չեմ ասում, որ դա ճիշտ է կամ սխալ, դա պարզապես իմ կերպն է։ Իմ օրը պետք է պրոդուկտիվ սկսվի թեկուզ փոքր բաներով, թեկուզ լոգարան մաքրելով, թեկուզ լվացք անելով, կամ էլ տունը մի փոքր կարգի բերելով։ Եթե դա չեմ անում, կարծես իմ օրը ամբողջությամբ փչանում է։ Ու ես դա արդեն չեմ փորձում հերքել։ Փոխարենը ես փորձում եմ ինձ օգնել։ Ես գիտեմ, որ ինձ պետք է շարժում առավոտյան, մի փոքր հաղթանակ, որից հետո ավելի ամեն ինչ հեշտ է դառնում։ Եվ հենց դրա համար, որ մաքրությունը իմ համար ոչ միայն մաքրությունն է, այլ իմ օրվա սկիզբն է։ Սա իմ ձևն է օրը ճիշտ սկսելու։ Չգիտեմ, հնարավոր է անգամ նաև դա փոխանցվել է, որովհետև իմ մաման, իմ տատիկը օրը նույն ձև էին սկսվում։ Արդեն երկրորդ տուալետն էլ մաքրեցի ճուտիկիս հետ մի կերպ, մի ձև փորձելով, որ ինքը չգնա առաջ, ինչ-որ բաներ չանի, սա էլ հաղթահարեցինք։ Հաջան, եթե ընկնի տեղին, կփոխեմ մեր անկողինը։ Կարշների է, կարշանիներ է իքաշը։ Սա էլ է ինքով կաշը։ Շատ ամենքը գազարագույնը կարշնագույնը է։ Կարմիր, ուրեմն բախտս չի բերում, պետք է հարթուկ անեմ, ունեմ հարթուկի շոր, լիքը երեխայի շորեր ունեմ հավաքած։ Մաման էլ չի ուտում, ես էլ չեմ ուտում։ Քանի որ իմ հարթուկը գոլորշիով հարթուկ է, ես հիմա կլցնեմ թորաժ ջուրը, որպեսզի ջուրը վերջում պակասություն չանի ու կարողանամ մինչև վերջ հարթուկը շարունակել։ Ես հարթուկը միշտ ամենավերջում եմ թողում ու միշտ այնպես է ստացվում, որ ես ունեմ կուտակած շորեր հարթուկի համար, որովհետև չեմ սիրում հարթուկ անել։ Ես ինձ երկար ժամանակ պետք է տրամադրեմ, որ կարողանամ հարթուկն անել։ Ու ինչ եք կարծում, ես կկարողանամ հարթուկ անել իմ ճուտիկի հետ միասին։ Իհարկե ոչ, ես հարթուկը շարունակում եմ գիշերվա ժամը 12-ին։ Ցերեկը չստացվեց իմ հարթուկ անելը, ոնց որ ես պլանավորել էի։ Ճուտիկս ու ամուսինս արդեն քնած են, իսկ ես կհարթուկեմ, քանի որ տեսանյութ եմ նկարահանում ու արդեն ժամանակն է։ Ճուտիկի շորերն են, պետք է հարթուկեմ, որ ինքը երկար ժամանակ գոնե ունենա հարթուկած շորեր։ Հարթուկ անելը շատ միատոն է, դրա համար չեմ սիրում կրկնվող շարժումներ ու անելուց վերջը չի երևում։ Ես հարթուկ անելուց փշերի վրա եմ միշտ լինում, հեսա շուտ կվերջացնեմ, ուղեղումս դա է, բայց դրանում էլ եմ գաղտնիք գտել։ Հարթուկ անելուց անպայման ինչ-որ հետաքրքիր նոր կինո եմ դնում նայում կամ երգ եմ լսում, բայց հիմա քանի որ նկարահանում եմ, ավելի դժվար է ինձ համար, հեռախոսը զբաղված է, ոչ երգ կա, ոչ կինո կա։ Ու ասեմ, առաջին անգամն է, որ ես հարթուկը կես ժամում վերջացրեցի, երբեք այդպես արագ այսքան շորերը չէի վերջացնում։ Ու այստեղ տեսանյութն ավելի կարագացնեմ, որ ինչքան հնարավոր է ձեր ժամանակից քիչ խլեմ։ Մեծան ժամը 12-ն է, ես իմ հարթուկը վերջացրեցի։ Դատարկ է, ուրա, հիմա մի հատ էլ կքաշենք ու իմ այս հատվածը կդասավորեմ, եթե ու վсё, վերջ, այսքանը կլինի այսօրվա վլոգը։ Հարթուկ նայեցի, վերջացրեցի, եթե անկեղծ երկրորդ անգամ այս կադրը նկարահանում, արդեն 12:30 է, ճուտիկս քնած է, ամուսինս քնած է, դրա համար երկու գործողություն մնաց որ անենք, որոշեցի դեղինի տակ անկողին փոխելն է, բայց քանի որ արդեն քնած են, հնարավորություն չունեմ անկողին փոխելու, դեղինի տակ կդնեմ իմ խնամքը, կլվացվեմ, կդնեմ մասկա, քանի որ շաբաթվա վերջ է, գոնե շաբաթը մեկ անգամ ես փորձում եմ դնել մասկա կտորից։ Ես եթե կանանչ ընկնի, կհավաքեմ կոսմետիկայի սեղանը։ Նախորդ տարբերակում ընկել էր կանանչ, տեսնենք այս, բայց մի քանի փորձ անելուց հետո, տեսնենք այս անգամ քանի փորձից հետո ինչ գույնը կընկնի։
է կապում դեր։ Կանանչ, դե ինչ, հիմա կմաքրեմ իմ կոսմետիկայի սեղանը։ Շպարի սեղանից ես շատ հազվադեպ եմ օգտվում, հիմնականում ոլքի վրա եմ շպարվում, որովհետև շատ քիչ բան եմ ընդամենը անում, քսում եմ թարչտաներկ եւ շրթներկ եմ քսում եւ վերջ։ Իմ շպարը վերջացավ։ Մեկ է highlighter-ի մասին չենք մոռանում, որովհետև պետք է շողալ ամեն օր, բայց մենակ քիթիկին եմ քսում։ Լավ, մեկ-մեկը որն է, քիթս էլ կոնտուր եմ անում, էդ էլ ասեմ, մեկը կարող է վիդեոներում տեսնեք, գրեք։ Շատ չեմ սիրում օգտագործել տոնային կրեմ, օգտագործում եմ, բայց հիմնականում տենց-տեղ գնալուց կամ առիթների ժամանակ եմ տոնային կրեմ օգտագործում, առօրյայում տոնային կրեմ ընդհանրապես չեմ օգտագործում։ Քանի որ իմ աչքերի տակ արտահայտիչ է, հա, երակները ու կապտուկ է երևում հեռվից, շատ ժամանակ հարցնում են հետո աչքի տակը խփե։ Մի ժամանակ կոնսիլեր էի օգտագործում, բայց հիմա էլ դա չեմ օգտագործում, որովհետև վերջացել եմ։ Ու ես չեմ կարողանում միշտ ինձ համար ճիշտ կոնսիլեր գտնեմ։ Մեկ անգամ լավ համապատասխանում է, մյուս անգամ նենց թանկանոց բրենդ եմ առնում, որ вообще չի համապատասխանում։ Սա էլ իմ կոսմետիկայի սեղանը, իմ դուխինը։ Դե ինչ սիրելիներս, հիմա կգնամ կլվացվեմ, արդեն առանց նկարահանելու, կգնամ քնելու, որովհետև արդեն ժամը 1-ն է, ճուտիկս էլ արթնացան, գնացի իր մոտ, հուսով եմ համանեցիք այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե ունեք առաջարկներ ուրիշ տեսանյութերի, նորից գրեք, ես պատրաստ եմ կարդալու։ Եվ ինչու չէ նկարահանելու այդպիսի տեսանյութ, կամ կարող եք ձեր պատմությունը գրել ձեր կյանքից, ես կարող եմ կարդալ, ինչ որ տեսանյութերում, եթե ուզում եք անոնիմ, կարամ առանց անունն ասելու անոնիմ կարդամ։ Լավ եղեք, մնաք, մինչ հաջորդ վլոգ, ցտեսություն։